Հակոբոս 4-րդ գլուխ։ Այդ որտեղից պատերազմներ և որտեղից կռիվներ ձեր մեջ։ Ձեր այն ցանկություններից, որոնք կռիվ են մղում ձեր անդամների մեջ։ Ցանկանում եք, բայց չունեք, ուստի և սպանում եք, նախանձում և չեք կարողանում ձեռք բերել ձեր ուզածը։ Պայքարում եք, կռվում և ձեռք չեք բերում, որովհետև չեք խնդրում։ Խնդրում եք և չեք ստանում, որովհետև չարամտորեն եք խնդրում, որպեսզի այն ծառայեցնեք ձեր ցանկություններին։ Շնացողներ, չգիտեք, որ այս աշխարհի հանդեպ սերը թշնամություն է Աստծու դեմ, քանի որ ով ուզում է աշխարհը սիրել, Աստծուն իրեն թշնամի է դարձնում։ Կամ թե զուր եք համարում, ինչ որ Գիրքն ասում է. Աստված նախանձախնդրությամբ պահանջում է այն Հոգին, որ բնակեցրեց մեր մեջ։ Այլ էլ ավելի շնորհ է տալիս, որի համար ասում է. Տերն ամբարտավաններին հակառակ է, բայց խոնարհներին շնորհ է տալիս։ Ուրեմն հնազանդվեք Աստծուն և դիմադրեք սատանային, ու նա հեռու կմնա ձեզանից։ Մոտեցեք Աստծուն, և նա կմերձենա ձեզ։ Մեղավորներ, մաքրեք ձեր ձեռքերը, թերահավատներ, ուղղեք ձեր սրտերը, տառապեք, սգացեք և լացեք։ Ձեր ծիծաղը սուգի թող վերածվի, և ձեր ուրախությունը տրտմության։ Խոնարհվեք Տիրոջ առաջ, և նա ձեզ կբարձրացնի։ Եղբայրներ, միմյանց մի բամբասեք։ Իր եղբորը բամբասողը կամ դատողը չարախոսում է օրենքի մասին և դատում այն։ Իսկ եթե օրենքն ես դատում, օրենքը գործադրող չես, այլ դատավոր։ Կա մեկ օրենսդիր և դատավոր, որ կարող է փրկել ու կործանել։ Դու ով ես, որ դատում ես մերձավորիդ։ Գանք այժմ նրանց, ովքեր ասում են. այսօր կամ վաղը կգնանք այսինչ քաղաքը, 1 տարի կմնանք այնտեղ, առևտրով կզբաղվենք և դրամ կշահենք։ Դուք, որ չգիտեք վաղվա մասին, ինչպիսին կլինի ձեր կյանքը, քանի որ մի ամպ է ձեր կյանքը, որ մի պահ երևում է և անհետանում։ Փոխանակ ասեիք. եթե Տերը կամենա և ապրենք, կանենք այս կամ այն բանը։ Բայց արդ պարծենում եք ձեր ամբարտավանությամբ։ Այսպիսի ամեն պարծանք չար է։ Ով գիտի, թե ինչ է բարեգործությունը և բարիք չի անում, նրա համար դա մեղք է։